Ընդհանրապես ինձ մեկ-մեկ թվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները կարդացող մի 3 հոգի է մնացել, որոնցից մեկը ես եմ։ Ես արդեն գնահատել եմ իրականում, թե շատ ցավալի եւ խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը եւ ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտում թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ ու նաև շատ սա այս մասը շատ տխուր մասն էր իսկ բավականին զվարճալի մասն էլ այն է որ փաստորեն իրենց վարչապետի տեխնացուն այնքան բանի պետք չէ որ իրենց առաջնորդը այլ մարդու է աջակցում որը նույնիսկ վարչապետի տեխնացու չի կարող լինել Պարոն Ռուբինյան, ես ուզում եմ բանից երկաթուղուց խոսեի, դուք վարչապետը հայտարարեց, որ ամեն դեպքում երկաթուղու հետ կապված մրցակցային խնդրի առջև է Հայաստանը կանգնում եւ այնտեղ իր պատկերացմամբ կիսվեց, նորից չկրկնեմ, ես կուզեի ձեզ հարցնել ռուսական կողմի հետ պաշտոնական քննարկումներ կառավարման փոփոխության հարցով այս պահին կան։ Ես տեղյակ չեմ, բայց ենթադրում եմ, որ պետք է լինի։ Այսինքն դա էր բխում վարչապետի ասածից, այլ տեղեկություն չունեմ։ Պարոն Ռուբինյան, դուք կարծես թե այլ կերպ մեկնաբանեցիք Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, նա չի ասում, որ իրենց տեխնացուն բանի պետք չի, նման միտք չկա այդ հայտարարության մեջ, ասում է, որ կոնսոլիդացիա պետք է լինի որպեսզի այս խմբակը հեռացվի։ Դրա համար ես ոչ թե մեջ բերեցի, այլ մեկնաբանեցի։ Մեջբերման եւ մեկնաբանության տարբերությունն այն է, որ մեջբերումը ենթադրում է խոսքի ուղիղ մեջբերում, մեկնաբանությունը նշանակում է դրա մեկնաբանություն խոսողի սուբյեկտիվ ընկալումներից ելնելով։ Պարոն Ռուբինյան, շարունակում է մտահոգել ձեզ ընդդիմության կոնսոլիդացիան։ Բայց ես երբեք չեմ ասել, որ մեզ մտահոգում է ընդդիմության կոնսոլիդացիան։ Ես ասել եմ, որ մեզ մտահոգում է այն, որ կարող են կաշառակերները եւ թալանչիները, ովքեր ուզում են Հայաստանի անկախությունը մատաղանել, գալ իշխանության։ Դա շարունակում է մտահոգել եւ ես կարծում եմ, որ դա մտահոգում է Հայաստանի ժողովրդին եւ ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու է։ Որ կաշառակերներ ներկուսակցական քարոզարշավեկանում, բայց քաղաքացիների հետ էլ շփվում։ Ձեր տպավորությամբ արդյոք քաղաքացիները իսկապես ձեզ այդ շատ քվե կտան, որ դուք պիտի մեծամասն։ Որ տպավորություն, ինչի՞ց եք ենթադրել, այսինքն այդքան լավ են դուք չեք իրավական համակարգից դժգոհել են կինը դժգոհում է շատ քաղաքացիներ կա, որ հակառակ բաներ էին ասում։ Դուք եւի լավ չեք հասկանում ընտրական տրամաբանությունը, ընտրական տրամաբանությունը չի նշանակում, որ բոլորը ամեն ինչից գոհ են։ Ընտրական տրամաբանությունը հետեւյալն է. X քաղաքացին ունի այնքան համակրանք եւ վստահություն X քաղաքական ուժի նկատմամբ, որպեսզի ընտրի այդ ուժին, թե ոչ։ Մենք դա տեսել ենք։ Իդեպ հարգելի Փարիրակը նշեց Արտաշատցի խանութ-բանի դեպքը, պետք է նշեմ, որ 2 օր տարբեր մարզերով գնացել ենք եւ բացասական երևի 1 կամ 1 սա էր ու ոնց որ մի դեպք էլ եղավ, որ այդքան մամուլում չի պատտվել։ Չեմ հիշում, մեկը ինչ որ բան բղավեց, բայց ներողություն էլի դե շուտ ջան, թողեք ավարտեմ էլի։ Հա, իսկ Արտաշատցի խանութ-բանի հարգարժան դեպքը ապացույցն է նրա, որ Հայաստանում կա ազատ խոսք, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, նույնիսկ կարող են դա անել կոպիտ ձևով եւ նրանց դրա համար ոչինչ չի լինի։ Բայց մի հարց եմ ես ուզում։ Լավ, շարունակեք ձեր հարցերը։ Մի հարց ևս քաղաքացիներից մեկը իր աղջկան մանկապարտեզի տնօրեն նշանակելու հետ կապված ճիշտ է վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ ինքը իրավասություն չունի, բայց վերջում նույնիսկ դուրս եկավ եւ ասեց, որ ոչ մի ձևով իրան չպիտի նշանակի։ Քաղաքականապես հորդորեց իր դիմակիցներին։ Այդ հունից դուրս գալը եւ արգելելը քաղաքականապես դա հունից դուրս գալը ես չէի համարեի զայրանալ եւ ներկայացնողը Վահե Ղալումյանի հետ մտերիմ է ասում են դրանով է պայմանավորված ազատությունը ռեպորտաժ է պատրաստել։ Ես տեղյակ չեմ։ Այլ հարցեր ազատություն չեմ նայում, չէ։ Գնեք, բայց դա այնուհանդերձ վերջնեմ հղումով դնեմ մեր մոտից նայեք։ Դա այնուհանդերձ վարչապետի լիազորությունների չարաշահումն է, երբ որ թիմի տիրույթում կներեք էլի շուտ հարց եմ տալ։ Թիմի տիրույթում գտնվող որոշվելիք հարցը ասում է, որ ես ասում եմ այս մարդու աղջկան տնօրեն։ Սիրելի Նարեկ, օրինակ եթե ես հիմա հենց հիմա մամուլի առաջ հրապարակավ հորդորեմ ֆակտոր EM-ի խմբագրին ավելի շատ ազգային ժողով ուղարկել Ռոբերտին եւ ոչ թե Նարեկին։ Պայմանական եմ ասում, ավենևին դա չեմ հորդորում էլ։
դա կլինի իմ լիազորությունների չարաշահում, թե ուղղակի իմ հորդոր, որին կարելի է լսել կամ կարելի է չլսել։ Ի տարբերություն այս ձեր վերածօրինակի, վարչապետը քաղաքական թիմի ղեկավարը, Հայաստանի վարչապետն է, նշանակում է մարզպետին, իսկ երբ որ ձեր հորդորին չլսեն, ոչ մեկը վարչապետի ներողություն, եկեք տարբերենք էլի, զուտ ընթացակարգային իմաստով կա բաժանում իշխանությունների եւ լիազորությունների։ Սիրելի շոյ, խնդրում եմ, էլի գոնե դուք մի ընդհատեք ինձ։ Չեմ ընդհատում։ Հա։ Կա լիազորությունների բաժանում, ինչ որ բաներ տիրույթում, կառավարության տիրույթում են, ինչ որ բաներ տեղական ինքնակառավարման մարմինների, բայց միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ քաղաքական թիմը չի կարող ինչ որ բաներ որոշել, հորդորել իրար եւ այլն։ Օրինակ հիմա ասենք կառավարությունը ինձ ենթակա չէ ուղիղ, այսինքն ԱԺ-ի վերահսկողության ներքո, բայց ինձ ենթակա չէ։ Բայց դա չի խանգարում, որ ես որևէ նախարարին որևէ բան հորդորեմ։ Հիմա անցնենք մյուս հարցերին թերևս։ Բայց գիտեք ինձ ինչն է հետաքրքիր։ Իսկ չեք ուզում մի հատ հարց տակ, թե ես ինչպես եմ վերաբերվում այն փաստին, որ վերջերս որն է 3 դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման գործի շրջանակներում նախկին դաշնակցական կրթության եւ գիտության նախարարից պահանջել է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, մասնակցություն 5 իրավաբանական անձանցում եւ ուշադրություն 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այս հարցը ընդհանրապես մեր հանրությանը չի հետաքրքրում, հա, որ եկել ինձ ես ուզում եմ ներողություն էլի, չէ, դե հեսա, դե տվեք այդ հարցը ինձ, որովհետեւ մի տարօրինակ բան է ստացվում։ Ներողություն էլի։ Մուրճով կգաք, պարոն Կիրակոսյան, ներողություն էլի։ Նայեք ինչ հետաքրքիր բան է ստացվում։ Մեկ օր առաջ, ուղիղ մեկ օր առաջ, սիրելի գործընկերներ, դատախազությունը մի նախարարի, նախկին նախարարից պահանջել է 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 1 միլիարդ 169 միլիոն դրամ, ներողություն, էլի, ներողություն։ Ընդ որում ստեղ նույնիսկ կարևոր էլ չի, պարզվի, այսինքն դատարանը կապացուցի, որ դա ապօրինի էր, թե չէ։ Ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, ներողություն, ինքնին են փաստը, որ մի հատ նախկին նախարար, որը իր ամբողջ կյանքում պետական պաշտոններ է զբաղեցրել, ունի 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող, ձեզ կասկածելի չի թվում։ Հիմա խնդրում եմ դրա մասին հարց տվեք։ Իրեն հայտարարություններին հարցրել է։ Չէ, հենց այստեղ կավարտենք։ Հարցրել եք, բայց ասում են ազատությունը չի ուզում այդ ռեպորտաժ սարքի սրա վերաբերյալ։ Թե գալու եք ասեք, թե գալիս եք, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես Փաշինյան, ներողություն, թե ձեզ հետաքրքիր է, ինչպես այդ ինչպես Փաշինյանը հրապարակավ հորդորեց քաղաքացիական պայմանագրի անդամներին չնշանակել այս ինչին բան մանկապարտեզի տնօրեն։ Դա է հետաքրքիր, բոլորին հետաքրքիր է, հասեք, Փաշինյանը Արտաշատում քայլում էր, Արտաշատցի խանութմանը նրան ասեց մի մտեք խանութ, բայց որ նախկին դաշնակցական կուսակցականը, դաշնակցական նախարարը 1 միլիարդ 169 միլիոն դրամ է իրանից դատախազությունը պահանջում որպես ապօրինի գույք, դա ձեզ կարող են հարցնել։ Ես հիմա ասում եմ երկաթուղու հետ կապված։ Բայց շողիկ 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այնտեղ մի հայտարարություն է տարածել, ասում է իմ եղբոր, չգիտեմ, որը բիզնեսով է զբաղվել երկար տարիներ, նրա գույքն է, որ դատախազությունը տեխնիկական սխալով լիքը բաներ է վերագրել։ Ժորժ ջան, հիմա եթե օրինակ, հիմա չեմ զարմանում։ Հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ հենա Եղոյանն էլ այնտեղ կանգնած է։ Ներողություն, էլի։ Հիմա եթե օրինակ իրականացնում է դատախազությունը եւ վստահաբար բոլոր ապօրինի գույքերը կբերի։ Բայց հիմա օրինակ եթե պարզվի, որ իմ կամ Եղոյանն էլ այնտեղ կանգնած է, իմ եղբայրը եղբայր չունի, Եղոյանի քույրը։ Եթե պարզվի, որ մեր եղբայրն ու քույրը մաթա 1 միլիարդ 169 միլիոն դրամ փող ունեն։ Դուք չեք ասի, պարոն Ռուբինյան, պարոն Եղոյան, ո՞նց է ստացվում, որ մենակ պատգամավորների քույրերն ու եղբայրներն են 1 միլիարդ 169 միլիոն փող ունեն։ Հա, այսինքն բոլոր են հարցերում, այսինքն ներողություն, բոլոր են հարցերի դեպքում, երբ որ խոսքը ընդդիմադիրների հավաքած փողերի մասին է, թող իրավաբանները բարձեն իրավապահները, բայց երբ որ վարչապետը իր թիմակցին ասում է
բան, այս մարդուն հորդորում եմ բան, մանկապարտեզի տնօրեն չնշանակեք, հասեք, սա կոռուպցիա է, իշխանական լիազորությունների չարաշահում։ Լավ, հիմա ձեր ուզած հարցերը տվեք, կներեք։ Բավականին երկար ելույթ ունեցին, շատ հրաշալի ելույթ։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Այո։ Տարածաշրջանային ծրագրերը կարող են ընդհանրապես կատարվել, հետաձգվել, կամ չեղարկվել շատ դեպքերում, այս բոլորի արդյունքում նաև թրիփի հետ կապված։ Չեմ կարծում եւ վստահաբար ոչ, ընդհանրապես մեր գործունեության հիմքում վերջին տարիներին ինչ ա եղել։ Կհիշեք, որ վարչապետ Փաշինյանն այն թվացial ամենաանկայուն, ամենավատ ժամանակներում ինչ էր ասում։ Ասում էր աշխարհում փոթորիկ է, միջազգային կարգը փլուզվում է եւ մենք պիտի այս փոթորիկի մեջ մեր նավակը հասցնենք իր հանգիստ խաղաղ հանգրվանի։ Հիմա մենք եկել ենք մի հատ կետի, երբ որ մենք մեր նավը հասցրել ենք կամ հասցնելու եզրին ենք այդ հանգրվանին, իսկ իրականում հասցրել ենք եւ պետքա ուղղակի կառամատություն գցենք խարիսխը վերջնական, որ ոչ մի օլիգարխ, ոչ մի քոչարյան չկարողանա հետ մեզ տանել դեպի փոթորիկ։ Եվ ինչ հնարավորություն է դա տալիս մեզ, երբ որ ամբողջ աշխարհում փոթորիկ է, երբ որ մեր շուրջը պատերազմները մեկը մյուսից հետո ծլում են, մենք շարունակում ենք ամրապնդել մեր խաղաղությունը։ Այս վերջերս TikTok-ում, իսկ ես TikTok-ում եմ ասեմ իմանալ։ TikTok-ում աչքովս ընկավ։ Չէ, TikTok-ում մի բան ուներ, մի վիդեո տեսա, sense տարածաշրջանն է մեր ձավոր արևելյան, Կովկասնու երևում, ցույց է տալիս sense բան, պայթյուն Իրանի մասում, այսինքն պայթյուն, չգիտեմ, Իսրայելի մասում բան, եւ Հայաստանի վրա Նիկոլ Փաշինյանի դեմքն է կարկանդակ ուտելուց։ Ես չգիտեմ այդ տարածողը դա տարածել է որպես բացասական հակագովազդ թե ոչ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դրանից լավ գովազդ չի կարող լինել մեր իշխանության վերաբերյալ, որտեղ մեր ուզածը հետեւյալն է, երբ որ բոլոր տեղերը փոթորիկներ են, եթե, իհարկե մենք չենք ուզի, որ բոլոր տեղերում փոթորիկներ լինեն, բայց եթե բոլոր տեղերը փոթորիկներ են, մեր ուզածը հետեւյալն է, մենք այդ փոթորիկներից հեռու եւ անմասն նստած ուտենք մեր կարկանդակը, մեր կարկանդակները նույնիսկ տնտեսական զարգացման տեսքով, հավելյալ տրանսպորտային շարժի տեսքով, հավելյալ ներդրումների տեսքով, միլիոնավոր պարգևաճարներ ասեցիք, հիշեցի։ Դուք գիտեք օրինակ, որքան, քանի տարի պիտի ես եւ Եղոյանը ստանանք պարգևավճար, որպեսզի հավաքենք 1 միլիարդ 169 միլիոն դրամ, ինչպես դաշնակցական մի նախկին նախարար, պարոն Եղոյան, հաշվել եք։ Հա, գիտեք չէ, որ մենք գիտեք չէ, որ մենք միլիոնավոր պարգևաճարներ չենք ստանում ամենևին, բայց այն պարգևաճարները, որ ստացել ենք, հաշվեք, պարոն Եղոյան։ Հա, 400 տարի։ Բայց այո, այդ բոլոր, չգիտեմ, Լևոն Մկրտչյանը այնտեղ ելով է ապօրինի գույքով անցնում։ Ռոբերտ Քոչարյանը, ազնվագույն մարդ, երբեք պարգևավճար չի ստացել, բայց դատախազությունը իրանից եւ ընտանիքից պահանջում է 200 միլիոն դոլարի չափ գույք եւ գումարներ, բայց ազնվագույն մարդ երբեք պարգևավճար չի ստացել։ Լևոն Մկրտչյանը վստահ եմ պարգևավճար երբեք չի ստացել, բայց 1 միլիարդ 169 միլիոն դրամ։ Այնտեղ ելով կա, տեսա այսօր Հայկաս Բաղմանյանին են կանչել դատախազություն, եթե չեմ սխալվում։ Էլո կա, այս խմբակցության հալալ կեսը, հիմա մտնենք այս Հայաստան խմբակցության հալալ կեսը ապօրինի գույքի բռնագազման փաստում։ Մարդիկ ունեն վիլաներ, մարդիկ ունեն տասնյակ մեքենաներ, հարյուրավոր միլիոն դրամներ ունեն, բայց հանկարծ չխաղնեք։ Ներողություն, բայց հանկարծ չխառնեք։ Ազգադավը ես եւ Եղոյանն ենք։ Ես չեմ։ Չէ՞։ Դուք չգիտեք, պարոն Եղոյան։ Ես եւ Եղոյանն ենք ազգադավը։ Բայց այն մարդիկ ովքեր վիլաներ ունեն, ինչ նշանակում գնացեք, բա գնացել է դատախազությունը, այս թվերը որտեղից եմ ասում։ Ներողություն, այս թվերը որտեղից եմ ասում, բա դատախազությունը այդ մարդկանց մեղադրանք չառաջարկին կներեք։ Այդ մարդկանցից պաշտոնապես, հա, պահանջում է բռնագանձել գումար, որ ասում եք արեք, անում ենք, բայց էս անելը։ Ու այդ բոլոր գումարները, ներողություն։ Ու այդ մենակ Քոչարյանից 200 միլիոն դոլար պահանջում դատախազությունը, ու ամենակարևորը ավարտելով, ներողություն, միտքս ավարտեմ, էլի, մեր սիրելի News-am-ի լրագրողը ասեց դուք չէ՞ հիշում եք սկզբում հարցրեց դուք ունեք մտահոգություն, որ ընդդիմությունը կմիավորվի։ Կրկնում եմ, մենք չունենք մտահոգություն, որ ընդդիմությունը կմիավորվի։
բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Քոչարյանն ու երկու օլիգարխները, Ծառուկյանը եւ ռուսաստանցի օլիգարխը, որը իրավունք չունի նույնիսկ առաջադրվելու որպես վարչապետի կամ պատգամի տեխնացու, որպեսզի իրանք հանգած չգան իշխանության, որովհետեւ եթե իրանք գան իշխանության, կաշառակերության հոդվածով ոչ մեկի մեղադրանք չի առաջադրվելու, Քոչարյանի ընտանիքը $200 միլիոն հաստատ պետության բյուջե չի վերադարձնելու, то ոչ Լևոն Մկրտչյանն է իհարկե պահպանելով, այստեղ են բանն է։ Ծանոթություն, մարդը համարվում է անմեղ, քանի դեռ չի ապացուցվել մեղքը, չնայած կոնկրետ այս դեպքում չնայած խոսքը այլ բանի մասին է, բայց այդ ամբողջ գումարները բյուջե չեն վերադարձնելու։ Հիմա մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ գումարները բյուջե վերադառնան։ Հիմա խնդրեմ ձեր հարցերը։ Հետևյալն է, ես ձեզ չէի ընդհատում այս ընթացքում, որ եկեք գրեք խայտարակ գրագրով։ Ապրեք, տեսնում եք, փաստորեն ազդում է։ Եվ պարոն Ռուբինյան, այս ընթացքում, որ դուք այդքան թվարկում եք, դրանք բոլորը հայցեր են։ Ինչ այդ օրենքը մտելաուժի մեջ, այդ գույքերով, այդ քանի միլիոն? $500 միլիոն, հեսա Եղոյանի թիվը։ Ընդամենը 15 միլիոն դոլար, 15 միլիոն ապօրինիով ընդամենը 15 միլիոն դոլար է հետ բերվել այդ Եղոյանը այլ թիվ է ասում։ Ես չգիտեմ։ $500 միլիոն վճռով կամ հաշտության հետ է եկել, ինչպես ասում է պարոն Եղոյանը։ Տեսնում եք։ Ես թվերը չէի հիշում, բայց մարդը։ Հարց երեխեք մի օր տամել, ինչ լինի։ Խնդրեմ։ Պարոն Ռուբինյան, տեսեք, երկաթուղու հետ կապված վարչապետը այն խնդիրը, որը բարձրացրել է, ըստ էության այդ խնդրի լուծման ինչ որ տարբերակ չկա, այսինքն այն առումով, որ այդ մրցակցության խնդիր չունենանք։ Հիմա եթե խնդիրը իսկապես այսպես լուրջ է դրված, կարող ենք այստեղ ասել, որ ցանկացած դեպքում կառավարման փոփոխություն պետք է լինի երկաթուղու քաղաքական։ Ես կարծում եմ այդ հարցը ճիշտ կլինի տալ վարչապետին, քանի որ ինքն է խոսել դրա մասին, ու նաև կարծում եմ ճիշտ կլինի տալ մի փոքր ժամանակ անց, որտեղ բավականին թարմ է այդ հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ տրամաբանությունը հետևյալն է. կա մի լավ լուր եւ կա մի նորմալ լուր։ Լավ լուրն այն է, որ ինչպես գիտեք, պայմանավորվածություն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որ բոլոր տնտեսական ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն, հա, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը բացվելու է։ Ենթադրում է, որ նաև Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքները պիտի ապաշրջափակվեն եւ Հայաստանը ապաշրջափակվելու է։ Որն է նորմալ լուրը։ Երբ որ ամեն ինչ ապաշրջափակվում է, արդեն լինում է սովորական նորմալ մրցակցություն, բայց տնտեսական մրցակցություն, ոչ թե քաղաքական, վատ իմաստով մրցակցություն չէ։ Տնտեսական մրցակցություն տարբեր բոլոր երկրները ուզում են, որ իրենց տարածքով հնարավորինս երկար եւ հնարավորինս շատ բան անցնի։ Հիմա այդ համատեքստում մենք պետք է այնպես անենք, որպեսզի մենք մեր մրցակցայնությունը հնարավորինս ավել լինի։ Խոսքը չի այն մասին չի, որ այլ երկրներ իրենց տարածքներում չկառուցեն ենթակառուցվածքներ։ Դա իրանց իրավունքն է, ոչ մեկ ոչինչ չի կարող ասել, ինչպես ոչինչ մեզ ոչինչ չի կարող ասել։ Բայց մենք պետք է անենք ամեն ինչ եւ փորձենք բարեկամական մթնոլորտում գալ մի եզրահանգման, որը կապահովի մեզ համար մեր մաքսիմալ հնարավոր մրցակցայնությունը։ Ես սպառիչ պատասխանեցի ձեր հարցին։ Բայց մի բան է, պարոն Ռուբինյան, ամեն դեպքում ռուսականից ազդակները, որ ստացվել են վարչապետի հայտարարությունից հետո, այնքան էլ դրականամթնոլորտի մասին չեն։ Ես վստահ չեմ, չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց ես կարծում եմ, որ պետք է մի փոքր սպասենք եւ կառավարությունից հարցի պատասխաններ ստանանք, այսքանը շնորհակալություն։ Քուվեյթը փորձել է ստացվի կառավարությունը, բայց Ռուսաստանը Ես նման բանից տեղյակ չեմ։ Եվ հայ-թուրքական սահմանի նորությունության դեպքում կտեղեկացնեմ։ Կքննարկենք, շնորհակալ եմ։